Շքեղ նավերը կրակի զո հրդեհ Լոս Անջելեսի նավահանգստում։ Պայթյունավտանգ քննություններ ինչու են Կալիֆոռնիայում փակել ոստիկանության բաժանմունքը։ Մեդալները թափվում են տերևների պես, Միլանի օլիմպիական խաղերը կարող են ամենատարօրինակ ռեկորդը սահմանել։ Ով է օլիմպիական խաղերի ամենատարեցած տղը, դարձած 54-ամյա ամերիկացին։ Ոչ մարզական ռեկորդ, դատախազին հեռացրել են աշխատանքի ընդունելուց ժամեր անց։ Խոսող խաղալիք, թե տնային լրտես, արհեստական բանականությունը լրտեսում է երեխաներին։ Փորձել են գողանալ Google-ի ուղեղը, տեխնոլոգիական հսկանը հազանգում է։ Կորած երեխային գտել է հարևան շունը, չորքոտանի հերոսը զարմացրել է անգամ իրավապահներին։ Արյունը փողի դիմաց, ինչպես է ամերիկյան միջին խավը լրացնում իր բյուջեն։ Որս հանուն գիտության, ԱՄՆ-ում աղվեսի անհետացած համարվող տեսակ է հայտնաբերվել։ Սա մեր պատրաստած լրահոսի միայն մի մասն է։ Թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք ԱՄՆ ամենատաք ու ամենահարուստ նահանգի մասին։ Մեզ համար այն առանձնահատուկ է ևս մեկ հանգամանքով, այն ամենահայաշատ նահանգն է։ Այո, խոսքը հենց Կալիֆոռնիայի մասին է։ Մանու Հարությունյանը անհավանական փաստեր է հավաքել։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը։ Մի խոսքով ձեր աջակցությունը, ինչպես միշտ, մեզ ոգևորում և ուժ է տալիս։ Այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Պայթյուն ու հրդեհ են գրանցվել Լոս Անջելեսում։ Մարինա դել Ռեյ նավահանգստում երկու նավ ամբողջությամբ ոչնչացվել է հզոր հրդեհի հետևանքով։ Կրակը սկսվել է 50 ֆուտանոց նավից ու արագ տարածվել հարևան նավի վրա բնակելի համալիրների անմիջական մոտակայքում։ Հրշեջները նշել են, որ նախնական տվյալներով հրդեհի պատճառը կարող է լինել էլեկտրականությունը։ Անվտանգության նկատառումներից ելնելով անմիջական տարածքը ժամանակավորապես տարհանվել է։ Տուժածներ չկան, միջադեպի պատճառը դեռևս գտնվում է քննության փուլում։ Իսկ ահա մեկ այլ դեպքում հաջողվել է խուսափել պայթյունից ու հավանական զոհերից։ Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո շրջանում Apple Valley ոստիկանության բաժանմունքը ժամանակավորապես փակվել է արտասովոր դեպքի պատճառով։ Մի տեղացի բաժանմունք էր բերել քաղաքացիական պատերազմի ժամանակներից թվացող թնդանոթի արկեր փորձաքննության նպատակով, սակայն իրավապահների զննումից հետո պարզվել է, որ առարկաներն ունեն պատրույգներ և հնարավոր է պայթյունավտանգ են։ Միջադեպը հանգեցրել է շենքի անմիջապես տարհանմանը։ Անվտանգության արձանագրությունների համաձայն դեպքի վայր են կանչվել Սան Բեռնարդինո շրջանի շերիֆի դեպարտամենտի մասնագետները, որոնք անվտանգ ոչնչացրել են հնությունները։ Բարեբախտաբար միջադեպի հետևանքով որևէ մարդ չի տուժել, իսկ հանրությանը սպառնացող վտանգը չեզոքացվել է վերահսկվող տարածքում։ Մի քանի արտասովոր լուր շարունակվող օլիմպիական խաղերից արդեն հերթական դեպքն է արձանագրվել, երբ մեդալները պարզապես պոկվել ու ընկել են ժապավեններից հենց տոնակատարության ընթացքում։ Կազմակերպիչները այժմ առավելագույնս ուշադրությամբ հետաքննում են պարգևների որակի հետ կապված միջադեպերը։ ԱՄՆ-ն ներկայացնող ոսկե մեդալակիր Բրիզի Ջոնսոնը առաջիններից էր, ով բախվեց այս խնդրին։ Ամերիկացի լեռնադահու կորդուհին պատմել է, որ իր մեդալը վնասվել է հաղթական ցատկերի ժամանակ։ Մի թռչկոտեք դրանցով, ես ուրախությունից ցատկում էի և այն կոտրվեց, նշել է Ջոնսոնը, հավելելով, որ թեև վնասվածքն անուղղելի չէ, սակայն փաստն ինքնին ցավալի է։ Մինչդեռ ամերիկացի գեղասահորդուհի Ալիսա Լյուն սոցցանցերում կատակել է իր վնասված մեդալի լուսանկարի տակ գրելով. «Իմ մեդալին ժապավեն պետք չէ»։ Այս բոլոր դեպքերը վկայում են արտադրական հնարավոր թերությունների մասին։ Ձմեռային օլիմպիական խաղերում գրանցվեց պատմական ռեկորդ։ 54-ամյա փաստաբան Ռիչ Ռոուհոնենը պաշտոնապես դարձավ ԱՄՆ պատմության ամենատարեց ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցը։ Շվեյցարիայի դեմ քյոլինգի մրցախաղի վերջնամասում, երբ ամերիկացիները պարտվում էին 8-2 հաշվով, նա մտավ սառույց և կատարեց իր անդրանիկ նետումը։
Մինեսոտա նահանգի տարվա լավագույն փաստաբան տիտղոսին 6 անգամ արժանացած փաստաբանը համատեղում է իրավաբանական կարիերան սպորտի հետ։ Նա արթնանում է առավոտյան 5-ին, մարզվում, ապա շտապում գրասենյակ։ Մրցաշարերի ժամանակ նա նույնիսկ Zoom-ի միջոցով մասնակցում է դատական լսումներին, գրելով իր պաշտոնական փողկապն ու վերնաշապիկը։ Իր երիտասարդ թիմակիցների համար Ռիչը դարձել է յուրահատուկ հորեղբայր, ով նրանց տեղափոխում է մեքենայով ու սնունդ գնում։ Նա ապացուցեց սպորտը տարիք չի ճանաչում։ Ռեկորդ է գրանցվել ԱՄՆ արդարադատության համակարգում, ճիշտ է, սա արդեն սպորտի հետ ոչ մի կապ չունի։ Սպիտակ տունը պաշտոնից հեռացրել է դաշնային դատախազին նրա պաշտոնական երդման արարողությունից ընդամենը ժամեր անց։ Տասնամյակների փորձառություն ունեցող իրավաբանը նույն օրը էլեկտրոնային նամակով ստացել է հեռացման հրամանը։ ԱՄՆ արդարադատության նախարարի տեղակալը կտրուկ է արձագանքել տեղի ունեցածին։ Դատավորները չեն ընտրում դատախազներին, դա անում է նախագահը։ Դուք հեռացված եք։ Ըստ վարչակազմի երկրի սահմանադրության համաձայն նման պաշտոնյաների նշանակման բացառիկ իրավունքը պատկանում է երկրի ղեկավարին, այլ ոչ թե դատական իշխանությանը, ինչն էլ հանդիսացել է այս կայծակնային հեռացման իրավական հիմքը։ Նմանատիպ իրավիճակում էին հայտնվել ևս մի քանի դատախազներ, որոնց նշանակումները նույնպես վիճարկվել էին։ Այս միջադեպը դարձավ դատական ու գործադիր իշխանությունների միջև ընթացող լարված իրավական պայքարի հերթական դրսևորումը, որն ուղղված է նահանգներում իրավական համակարգում վերահսկողություն հաստատելուն։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը DHS-ը այս հանգստյան օրերին կանգնած է լիակատար փակման շեմին, քանի որ կոնգրեսը մեկնեց տոնական արձակուրդի առանց ֆինանսավորման շուրջ համաձայնության գալու։ Շաբաթ օրվանից աղետների կառավարման դաշնային գործակալության և տրանսպորտային անվտանգության վարչության հազարավոր աշխատակիցներ չեն վարձատրվի։ Այնուհանդերձ նրանք կշարունակեն իրենց ծառայությունը։ Վեճի կենտրոնում այսն ու CBP-ն են։ Դեմոկրատները պահանջում են խիստ բարեփոխումներ, հանրապետականները պնդում են, որ Թրամփի նախորդ օրինագծով հատկացված 75 միլիարդ դոլարը թույլ կտա սահմանապահներին շարունակել վարձատրվել։ Կողմերը շարունակում են գաղտնի բանակցությունները, ձգտելով գտնել փոխզիջումային տարբերակներ։ Ըստ հարցումների Թրամփի վարկանիշը ներգաղթային հարցում նվազել է մինչև 40%։ Կողմերը հույս ունեն խուսափել անցյալ աշնան 43-օրյա ռեկորդային շաթդաունի կրկնությունից, որը կաթվածահար էր արել գրեթե ողջ դաշնային համակարգը և լուրջ դժվարություններ ստեղծել տրանսպորտի ու կապի ոլորտներում, մասնավորապես օդանավակայաններում։ IC առնվազն 2 տասնյակ աշխատակիցներ 2020-ից ի վեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ։ Associated Press-ի ուսումնասիրությունները բացահայտել են բռնության և կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր։ Ոմանք օգտագործում են իրենց կրծքանշանները պատասխանատվությունից խուսափելու համար։ Գործակալներից մեկը նույնիսկ փորձել է սեռական ծառայություններ ստանալ անչափահասներից, օգտագործելով ծառայողական մեքենան։ Կոռուպցիան նույնպես տարածված է Թեքսաս և Նյու Յորք նահանգներում։ Լոս Անջելեսում արձանագրվել է գործակալի մասնակցությամբ սպանության դեպք։ Ներքին անվտանգության նախարարությունը պնդում է, որ քննում է բոլոր մեղադրանքները, սակայն փորձագետները կանխատեսում են նոր չարաշահումներ ողջ երկրի տարածքում։ Ամերիկացի 2 սենատոր տեղեկացրել են, որ արհեստական բանականությամբ աշխատող Միկո խաղալիքները լրջորեն վտանգել են հազարավոր երեխաների անձնական գաղտնիությունը։ Բացահայտվել է չպաշտպանված տվյալների բազա, որտեղ հասանելի են եղել հազարավոր երեխաների խոսակցություններ իրենց տիկնիկների հետ։ Տվյալների բազան պարունակել է երեխաների ամենօրյա հարցերն ու հրահանգները սկսած 2025 թվականից։ Բացի Միկոյից, նմանատիպ նամակներ են ուղարկվել նաև Քուրիո և Ֆոլոթոյ հայտնի արտադրողներին։ Հատկանշական է, որ նախկինում նմանատիպ խաղալիքները նկատվել էին անպարկեշտ թեմաներով խոսելիս կամ նույնիսկ երեխաներին վտանգավոր խորհուրդներ տալիս, օրինակ ինչպես տանը գտնել վտանգավոր առարկաներ։ Սենատորների զգուշացումից հետո տվյալների բազան անհասանելի է դարձել հանրության համար։ Այժմ ընկերություններից պահանջվում է հստակ պարզաբանել, թե ինչպես են նրանք երաշխավորում երեխաների տվյալների վերջնական ջնջումը ծնողների առաջին իսկ պահանջի դեպքում, բացառելով հուզական վիճակների վերաբերյալ տվյալների հավաքագրումը։ Google ընկերության առաջատար արհեստական բանականության չաթբոթը Gemini-ը հայտնվել է տեխնոլոգիական գողերի թիրախում։ Նրանք փորձում են կլոնավորել համակարգը միանգամից 100,000 տարբեր հարցումներ ուղարկելով։ Այս գործողությունները որակվում են որպես մոդելի արտահանման փորձ։
Հարձակվողները փորձում են վերհանել համակարգի օրինաչափություններն ու տրամաբանությունը սեփական մոդելները ստեղծելու կամ հզորացնելու համար։ Google-ի ներկայացուցիչները կարծում են, որ սրա հետևում կանգնած են հիմնականում մասնավոր ընկերություններ եւ հետազոտողներ ամբողջ աշխարհից, ովքեր ձգտում են ստանալ մրցակցային առավելություն։ Քանի որ մեծ լեզվական մոդելները բաց են համացանցում, բոլորի համար դրանք դառնում են խոցելի մտավոր սեփականության գողության համար։ Տեխնոլոգիական հսկաները միլիարդավոր դոլարներ են ծախսել այս արժեքավոր համակարգերի մշակման վրա եւ դրանց ներքին կառուցվածքը համարվում է գաղտնի տեղեկություն։ Հարձակումները հիմնականում ուղղված են այն ալգորիթմների բացահայտմանը, որոնք օգնում են Gemini-ին տրամաբանել։ Կենտրոնական հետախուզական վարչությունը պաշտոնապես հայտարարել է, որ ավելի քան 60 տարվա գործունեությունից հետո դադարեցնում է իր հանրահայտ World Factbook-ի հրատարակությունը։ Կառույցի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ որոշման հստակ պատճառ չի նշվել։ Այս տեղեկատուն առաջին անգամ լույս է տեսել 1962 թվականին որպես գաղտնի ձեռնարկ հետախույզների համար։ Այն մանրամասն թվերով հիմնավորված հաղորդում էր օտարերկրյա պետությունների տնտեսությունների, բանակների, բնական ռեսուրսների եւ հասարակական կառուցվածքի մասին։ 1997-ին առցանց հարթակ տեղափոխվելուց հետո այն դարձավ լրագրողների եւ ուսանողների ամենավստահելի գործիքը։ Թրամփի երկրորդ ժամկետի հենց սկզբում Սպիտակ տունը ձեռնամուխ է եղել CIA-ի հաստիկների լայնածավալ Արդյունքում զոհաբերվել է տասնամյակների պատմություն ունեցող այս հանրամատչելի տեղեկատվական գործիքը, որից օգտվում էին նաև այլ դաշնային կառույցներ։ Տեղեկատուն փակելու որոշման վերաբերյալ գերատեսչությունը լրացուցիչ մեկնաբանություններ չի տվել։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Լուիսվիլում կորած 3-ամյա երեխան հայտնաբերվել է հարևանությամբ ապրող շան շնորհիվ։ Ոստիկանի հագուստին ամրացված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է կենդանին հաչոցով ոստիկաններին առաջնորդում ուղիղ դեպի երեխան։ Շունը իրավապահներին համառորեն կանչել է ցույց տալով փոքրիկի գտնվելու ճիշտ ուղղությունը։ Ոստիկանները հետևել են շանը, որն առանց տատանվելու նրանց տարել է որոնվող երեխայի մոտ։ Արդյունքում փոքրիկ տղան հայտնաբերվել է անվնաս եւ ապահով վիճակում։ Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ տեսանյութի հերոսը ոչ թե հատուկ պատրաստություն անցած փրկարար որոնողական աշխատանքի փորձ ունեցող շուն է, այլ սովորական շուն հարևան բակից։ ԱՄՆ միջին խավի ներկայացուցիչները սկսել են զանգվածաբար վաճառել իրենց արյան պլազման օրվա հացի փող վաստակելու համար։ Միայն անցյալ տարի ամերիկացիները այս ճանապարհով վաստակել են աստղաբաշխական գումար շուրջ 4.7 միլիարդ դոլար, ինչը վկայում է երկրում առկա ֆինանսական լուրջ խնդիրների մասին։ Դոնորական կենտրոններն այժմ սնկի պես աճում են միջին խավի թաղամասերում, արվարձանների առևտրի կենտրոններում եւ ուսանողական քաղաքներում։ Այս երևույթը արագորեն տարածվում է նույնիսկ այն վայրերում, որտեղ բնակիչները նախկինում նման ծայրահեղ քայլի կարիք չունեին։ Կալիֆորնիայի լեռներում գիտնականներին հաջողվել է բռնել եւ վսկապ հագցնել չափազանց հազվագյուտ Սիերա Նևադայի կարմիր աղվեսին։ Սա բացառիկ իրադարձություն է ձկների եւ վայրի բնության դեպարտամենտի համար, քանի որ բնության մեջ մնացել է 50-ից քիչ առանձնյակ։ 10 տարվա տեսահսկումից հետո Մամոնտ Լեյքսի մոտ հայտնաբերված կենդանին արժեքավոր տեղեկություններ կփոխանցի իր տեղաշարժի մասին։ GPS-ի տվյալները գիտնականներին հազվագյուտ հնարավորություն կտան ավելի լավ հասկանալու այս պահպանման կարիքները։ Մինչև վերջին 15 տարիները մասնագետները կարծում էին, թե այս տեսակն ընդհանրապես անհետացել է։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Այս անգամ նա ԱՄՆ նահանգներից Կալիֆորնիայի գաղտնիքներն է բացահայտելու։ Իդեպ դուք գիտեիք, որ Կալիֆորնիան անկախ է եղել ամբողջ 25 օր 1846-ին։ Ուրիշ հետաքրքիր փաստեր էլ կան, այնպես որ բաց չթողնեք։ Բարև ձեզ, այսօր կխոսենք Կալիֆորնիայի մասին, այն աշխարհի 5-րդ խոշորագույն տնտեսությունն ունի։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել ոչ թե ԱՄՆ-ում, այլ աշխարհում։ Այստեղ է գտնվում մահվան հովիտը իր անոմալ տաքությամբ, սիլիկոնյան հովիտը իր անոմալ հարստությամբ։ Չեք հավատա, բայց այս նահանգը ժամանակին հասցրել է անգամ անկախանալ։ Կալիֆորնիան անկախ է եղել 25 օր, 1846 թվականին։ Կալիֆորնիան հիմնադրվել է 1850 թվականին որպես ԱՄՆ-ի 31-րդ նահանգը եւ գտնվում է երկրի արևմտյան ափին։ Ունի միջերկրածովյան կլիմա տաք ամառներով եւ մեղմ ձմեռներով։ Նահանգը, ինչպես բոլորս գիտենք, խիստ դեմոկրատական է, ինչը զգալիորեն ազդում է տեղական օրենսդրության եւ սոցիալական ծրագրերի վրա։
Կենսամակարդակն այստեղ չափազանց բարձր է, սակայն միաժամանակ համարվում է ԱՄՆ-ի ամենաթանկ նահանգներից մեկը։ Կալիֆոռնիան ապահովում է երկրի ընդհանուր տնտեսության շուրջ 14.5%-ը, առաջ անցնելով նույնիսկ Թեքսասից։ Այս հսկայական կշիռը նահանգին դարձնում է համաշխարհային տնտեսական գերտերություն եւ կարևորագույն կենտրոն։ Այստեղ են գտնվում Apple, Google եւ Facebook հսկաները, իսկ Հոլիվուդը համաշխարհային կինոարտադրության սիրտն է։ Այս նահանգում են ծնվել լեգենդար Սթիվ Ջոբսը։ Միգրացիոն քաղաքականությունը շատ բաց է, ինչը Կալիֆոռնիան դարձնում է մշակութային բազմազանության մեծ կենտրոն։ Նահանգն ունի նաև մութ կողմեր, սարսափելի անտառային հրդեհներ եւ անօթևանների աճող թիվ։ 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի ավերիչ երկրաշարժը մնում է նահանգի պատմության ամենավատ էջերից մեկը։ Կալիֆոռնիան հայտնի է իր նշանավոր վայրերով, որոնք գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների։ Ամենանշանավորներն են Ոսկե դարպասներ կամուրջը Սան Ֆրանցիսկոյում, հոլիվուդյան փառքի ծառուղին, Մալիբուի հայտնի ափերը եւ առհասարակ Լոս Անջելես քաղաքը։ Բնության սիրահարների համար անփոխարինելի է Յոսեմիթի ազգային պարկը իր վեհաշուկ ջրվեժներով ու ժայռերով եւ իհարկե աշխարհահռչակ Սեկվոյա պարկը, որի մասին ավելի մանրամասն պատմել ենք մեր նախկին թողարկումներից մեկի ժամանակ։ Ընտանեկան հանգստի լավագույն վայրն Անահայմի Դիսնեյլենդն է, որի մասին նույնպես պատմել ենք, իսկ պատմության սիրահարների համար Ալկատրաս կղզի բանտը։ Հակառակ Կալիֆոռնիայի եւ դաշնային կառավարության միջև առկա տարաձայնությունների, նահանգը շարունակում է մնալ երկրի ռազմավարական ուղղությունների առաջատարը։ Տնտեսական բարեփոխումները նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ բնակչության բարեկեցության աճին։ Կալիֆոռնիան դառնում է ավելի բարեկեցիկ ու ավելի թանկ։ Լոս Անջելեսի Վենիս լողափում հաճախ կարելի է տեսնել մարդկանց հզոր թրաքներով։ Այս տրանսպորտային միջոցները նահանգի առօրյայի անբաժան մասն են, հատկապես գյուղատնտեսական շրջաններում։ Կալիֆոռնիան հայտնի է նաև իր գինեգործությամբ, որը մրցում է լավագույն եվրոպական ապրանքանիշերի հետ։ Այժմ անդրադառնանք հայկական ներկայությանը, որը Կալիֆոռնիայում պարզապես հսկայական է։ Սա ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգն է, որտեղ մեր հայրենակիցները հասել են մեծ հաջողությունների։ Կալիֆոռնիան պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը դեռևս 1968 թվականին, դառնալով այս հարցում առաջատար։ Այն նաև առաջին նահանգն էր, որը դպրոցական ուսումնական ծրագրերում ներառեց ցեղասպանության թեման։ Լոս Անջելես քաղաքի փոքր Հայաստան թաղամասը դարձել է հայկական մշակույթի, խոհանոցի եւ ազգային ինքնության պահպանման իրական կենտրոն, իսկ Գլենդելը հայտնի է որպես ամերիկյան Երևան։ Հայերի ներդրումը նահանգի զարգացման գործում անգնահատելի է եւ շարունակում է աճել։ Եթե ամփոփենք, Կալիֆոռնիան հակասությունների, հնարավորությունների եւ հզոր էներգիայի նահանգ է։ Այն իր մեջ ներառում է աշխարհի լավագույն կողմերը։ Այնտեղ, որտեղ միահյուսվում են տեխնոլոգիաները եւ հայկական ավանդույթները, ստեղծվում է մի յուրահատուկ ապագա։ Կալիֆոռնիան շարունակում է մնալ ամերիկյան երազանքի իրականացման գլխավոր հասցեն։ Հուսով եմ, որ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով եւ ծանոթանալ բոլոր մանրամասներին։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ, ժամը 5-ին։ Հաջողություն։